Բարև ձեզ, Օրագիր նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արտուր Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, սկսենք Անտալիայի դիվանագիտական ֆորումից, որին Հայաստանն արդեն 3-րդ անգամ էր մասնակցում, իշխանականներն էլ ամեն տարվա նման լավատեսական ակնկալիքներ ունեին այս ֆորումից։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը, այնինչ տվեց մեր երկրին կամ առհասարակ ինչ որ բան տվեց, թե ոչ։ Կատարյալ ձախողում էր ինչպես ամեն ինչ, մանավանդ դիվանագիտական ճակատի վրա, որ այս իշխանությունները անում են։ Առաջի խայտառակությունը դա իհարկե Ռուբինյան քլչ հանդիպումից հետո եղավ, երբ Ռուբինյանը աճապարեց գրել, որ շատ լավ հանդիպում է ունեցել քլչի հետ, եւ դրան համարյա անմիջապես հետո հետևում է քլչի պատասխանը, որ որևէ առաջընթաց չկա եւ ճանապարհները չեն բացված, առաջընթաց չկա։ Սա շատ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խայտառակվելը 19 թվականի ապրիլին, ապրիլի 1-ին էր, եթե չեմ սխալվում, երբ ինքը Ալիևի հետ Մինսկի խմբի համանախագահների Հովանու ներքո առաջին պաշտոնական հանդիպումը դուրս է գալիս, ասում է շատ գոհ է, նորմալ է անցել բանակցությունները, իսկ Ալիևը դուր է գալիս եւ ասում է, չէ, Հայաստանի ոչ մի պահանջ չենք ոչ մի պահանջին չենք ընդառաջել, հասկանում եք խայտառակություններ։ Պանելային քննարկումը մի քիչ ավելի հետաքրքիր էր եւ ցույց տվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարաձայնությունները շատ խոր եւ արմատական են եւ Ադրբեջանը որևէ նպատակ չունի ոչ միայն խաղաղության պայմանագիր կնքելու, այլ նաեւ խաղաղություն հաստատելու, ինչը մենք բազմիցս ենք ասել, բայց այս իշխանությունները, որպեսզի չխայտառակվեն ժողովրդի առաջ, թե իրենց այդ խաղաղության օրակարգը փլուզվել է, ասում են, թե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը բացառապես որևէ միտք չունի Հայաստանի ընդառաջելու եւ բանկամարտության բոլոր կողմերի նվազագույն օրինական պահանջները բավարարող խաղաղության պայմանագիր կնքելու։ Կարճ խոսքով ասենք խայտառակությունը, այսան էլ գումարենք իհարկե նաև որ Վրաստանն հայտարարեց, որ ինքը 3+3 ձևաչափով մասնակցելու ցանկություն չունի, այսինքն իրավիճակը այս տարածաշրջանում շատ խառն է, իսկ այս իշխանությունները այս խառը իրավիճակում լուծում գտնելու որևէ տեսլական չունեն, որևէ ունակություն չունեն։ Իսկ ինչու են օրինակ շարունակում նմանատիպ միջոցառումների մասնակցել, երբ դրանք ոչինչ չեն տալիս, ինքնախաբեությամբ են զբաղվում, թե իրենք էլ գուցե հավատում են, որ հնարավոր է այս ճանապարհով ինչ-որ բան հասնել։ Չէ, ինչի ինքնախաբեությամբ, խաբեությամբ։ Իրանք էլ շատ լավ հասկանում են, որ որևէ արդյունք չկա։ Այսինքն քլչի հետ հանդիպումից, նախորդ հանդիպումից անմիջապես հետո Ռուբինյանը հայտարարում է, ասում է Թուրքիան կամ քաղաքական կամք չի դրսևորում։ Հիմա վերջին հանդիպումից եւ մի քանի օր առաջվա հանդիպումի միջև այդ ինչ էր տեղի ունեցել, որ հանկարծ Ռուբինյանը գնաց որոշում էր կայացրել կամ որոշել էր, որ լավ հանդիպում եղել կամ ինքը ճեղքում կարող է արձանագրել։ Սա ուղղակի պարզ խաբեություն է, ժողովրդին են խաբում, թե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ վերահսկողության տակ է եւ իրենք հեսա խաղաղության պայմանագիր են կնքելու Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ հարաբերություններն են նորմալանալու, սահմանները բացվելու է եւ մարդիկ ուրախ երջանիկ եւ հարուստ կապրեն։ Օրինակ Մեղրիում խոստումները Փաշինյանի ինչ էր, սա սահմանը կբացվի եւ լավ է կապրելու։ Տոննաներով ձեր նուռը կծախեք Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը չափազանց շատ նուռ է արտադրում, Արցախն էլ բռնազավթելուց հետո էլ ավելի շատացան իր սեփական նռի արտադրությունը, թող մարդկանց չխաբեն։ Պարոն Խաչատրյան, նույն պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը, երբ անդրադարձավ Սյունիքով անխոչնդոտ անցում տրամադրելու ադրբեջանական պահանջին, նշեց, որ իրենք մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո կարող են խնդիրներ ունենալ, ուստի հենց այս պատճառով իրենք անխոչնդոտ հաղորդակցություն են պահանջում։ Մենք Բայրամովի հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Բաքվում էլ են արդեն գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, ուստի նրա իշխանության հետ մտադիր չեն որևէ փաստաթուղթ։ Դե տեսեք, հենց հարցը տենց է դնում։ Չէ, իրենք փորձելու են Փաշինյանից պոկել ամեն հնարավոր զիջում։ Իրենք շատ լավ հասկանում են, որ վերարտադրվելու համար Փաշինյանին անհրաժեշտ է մի հատ թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն։ Անկախ նրանից, որ բովանդակությամբ դա լինելու է բացարձակ եւ անվերապահ կապիտուլյացիայի փաստաթուղթ։
Իսկ մի փաստաթուղթ, որի բոլոր կետերը ադրբեջանական պահանջներով են գրվել, բարձր որ ինքը չի կարող լինել Հայաստանի համար շահեկան փաստաթուղթ։ Դա է իրենց քաղաքականությունը։ Այո, իրենք հասկանում են, որ Փաշինյանը կարող է չլինի ընտրություններից 26 թվականից հետո առնվազն կամ կարող է նույնիսկ վաղ իրադարձությունները զարգանան, որ ժողովրդական ճնշման ներքո ինքը գնա։ Բայց իրանք հասկանում են, որ անվերջ չի լինելու Փաշինյանի իշխանությունը եւ քանի Փաշինյանը կա, իրանք փորձում են Հայաստանից կթել բոլոր հնարավոր եւ անհնար զիջումները։ Այսինքն նաև հակված է կարծել, որ ամեն դեպքում մինչև 26-ի ընտրությունները Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի հետ գուցե ինչ-որ թուղթ ստորագրի, որը նրան վերընտրվելու հնարավորություններ կընտրի։ Չեմ կարող ասել, բայց դա իրենց ակներևաբար, դա իրենց քաղաքականությունն է, դա իրենց մարտավարությունն է, պարտադրել բոլոր հնարավոր զիջումները, ելի եմ ասում, Նիկոլ Փաշինյանի ինչ-որ մի բանով պետք է գնա ընտրությունների, չէ՞։ Պետք է ասի, ես խոստացել եմ խաղաղություն, խաղաղությունը, որտեղ մարդիկ այդ հարցը տալու են։ Տնտեսական ինչքան էլ կառավարության կատարողականի մեջ թվեր գրեն, թե տնտեսությունը աճում է, մեկ շնչին ընկնող հնան այսքան է, Վրաստանում այսքան է, տնտեսությունը սենց է աճել եւ այլն, այդ ստերը։ Որտեղ Հայաստանը թե նայենք մեքենա չի արտադրում, էլի։ Այդ մեքենաները ոնց հայտնվեցին հանկարծ։ Ամբողջ վերարտահանման արդյունքն է։ Այսինքն այդ ստերը ինչքան էլ փորձեն թոս փչեն մարդկանց աչքին, մարդը մեկա գնում ատուն տեսնում է սառնանում ինչ որ ինքը ուզում էր, որ 1000 դրամով կամ 5000 դրամով ինքը անցյալ տարի ավելի շատ բան կարող էր առնել, քան թե այսօր։ Իսկ նախանցյալ տարի էլ ավելի շատ։ Դրա համար իրան պետք է մի հատ ուղակի, ուրեմն փայլուն կոնֆետի թղթիկ, ուրեմն դե կոնֆետ արդեն չկա, որ ցույց տա, ասի տեսեք, հեսա թուղթն է, վրան գրված է խաղաղություն։ Խաղաղ կապրենք եւ լավ կապրենք։ Դրա համար Ադրբեջանը հասկանում է եւ գիտեք Փաշինյանը որ ավելի պատկերավոր լինի, ասում է Ղարաբաղը Հայաստանի վզին թոք է։ Այդ թոկը պետք է կտրել։ Բայց հիմա Հայաստանի վզին Ադրբեջանն է թոք գցել, Փաշինյանի վզին թոք է գցել եւ ձգում է։ Այնքան է ձգում, որ չխեղդվի, որտեվ ինքը հասկանում է, եթե Փաշինյանն ինքը խեղդի, մյուս ուժերը շատ ավելի անզիջում են լինելու։ Նոր Փաշինյան չի լինելու, բայց փորձում որ բոլոր հնարավոր զիջումները քաշի։ Հետո ինչ կլինի զիջումները կորզելուց հետո։ Դա թող Փաշինյանն ու Ալիևը մտածեն, բայց այսօրվա ադրբեջանական քաղաքականությունը դա է, կորզել բոլոր զիջումները։ Եվ դրա համար էլ ներողություն, չէ, Փաշինյանը ինչ էր ասում 26 թվականի ընտրություններից հետո 27 թվականին կլինի նոր սահմանադրություն, հետո ասես չէ 26 թվականին կլինի։ Հայտարարում մինչև ընտրությունների օրը պետք է տեքստը պատրաստ լինի։ Այո, հիմա արդեն ասում են մինչև ընտրությունների օրը տեքստը պետք է պատրաստ լինի, բայց ով ասեց որ Ադրբեջանը դրա հետ համաձայն է։ Ադրբեջանը նախապայման է դրա, կլինի սահմանադրություն, նոր սահմանադրություն, կլինի փաստաթուղթի ստորագրում։ Եվ դրա համար Փաշինյանը առանց հայեցակարգի, առանց լայն քննարկման սկսել են միանգամից տեքստ գրել։ Շտապողականություն է։ Այո, հետո էլ վաղ դա կդնեն հանրաքվեի, կասեն ժողովուրդ, կամ այս թուղթը ստորագրում եք, կողմ եք քվեարկում այս թղթին կամ նոր պատերազմ լինելու, այսինքն ինքը չի կարողանում ծպտա Ադրբեջանի այդ բանակցությունների ժամանակ, փոխարենը գալու է եւ ժողովրդին պարտադրի սպառնա ճնշումներ գործադրի, որ ժողովուրդը քվեարկի այդ Ադրբեջանում գրված համանդրության օգտին։ Իսկ կհաջողվի պատերազմի սպառնալիքով հասնել, որ մեր ժողովուրդը գիտենք 600 հազար կողմ ձայն պիտի լինի, որ սահմանադրությունը ընդունվի։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը իրավիճակը լարի, Փաշինյանն էլ ասել է տեսնում եք, շուտ արենք ստորագրենք, որ դա չլինի։ Նոր լայնածավալ պատերազմ չլինի։ Պարոն Խաչատրյան, նաև կարծիքներ կան, որ իշխանությունները մտադիր են հանրաքվեն խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը անցկացնել 2026-ին, նման սցենարը իրատեսական համարում եք։ Դա վարկած է, որը գոյություն ունենալու իրավունք ունի։ Այսքանը։ Պարոն Խաչատրյան, հատկապես վերջին թիմ ընտրություններից հետո կարծիքներ ենք լսում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանությունից հեռացնել, ուստի ընդդիմությունը պետք է լրջագույնս պատրաստվի 26-ի խորհրդարանական ընտրություններին, նաև կարծիքներ կան, որ փողոցային պայքար սկսելու ժամանակն է։ Անձամբ դուք որ տեսակետի կողմնակից եք եւ այն տեսակետի կողմնակիցն է, որ չի կարելի այդ երկուսը իրար հակադրել։ Եվ ընդհանրապես ես չեմ հասկանում այն մարդկանց կամ քաղաքական ուժերին, ովքեր ասում են ընտրությունները ոչի բանի հասնել չի կարելի։ Լավ, չի կարելի, թող հայտարարեն, որ ուրեմն իրենք չեն մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Եվ վաղը հենց կամ այսօր երեկոյան, չգիտեմ, եթեր երբ է գնալու ձեր մեր հարցազրույցը, թող հենց հիմիկվանից փողոց դուրս գան, ով է իրանց խանգարում։ Ոչ մեկ։ Մենք ասում ենք, որ
Փաշինյանին պետք է հեռացնել խորհրդանական եւ արտախորհրդանական պայքարի համադրումով։ Երկուսի արդյունքում եւ փողոցային պայքար եւ ընտրական process-ներ։ Այո։ Նիկոլ Փաշինյանը նաեւ կառավարության վերջին նիստում ընդունեց, որ ինքը եւ կառավարության մյուս անդամները 7 տարի շարունակ նույն դասարանում են մնացել։ Ես կարծեմ իրանք մանկապարտեզներ չեն ավարտել, որ եթե կարծում են, որ կարող են Թուրքիա, Իսրայել հակամարտության, հակասության եւ Թուրքիա-Ադրբեջան համագործակցության այդ երկու լարերի վրա խաղալ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ճեղք մտցնել հայկական հարցով եւ հասնել ինչ-որ հաջողության։ Գիտեք, բանական մարդը տենց վարկած չէ թողի, որ իր գլխում պատտվեր։ Դե որոշ շրջանակներ մեր հանրությանը անգամ համոզում են, որ Թուրքիան է ճնշում Ադրբեջանին, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի։ Մենք այդ թեզն ունենք։ Դե դրանով էլ փորձում են արդարացնել Թուրքիայի առաջ իրենց ռևերանսները։ Իսկ հաջողվում է։ Բացարձակապես ճանապարհը ինչպես փակ է, այնպես էլ փակ է մնացել։ Եվ ինչ եղավ, հանրային միջոցները մսխեցին, ասֆալտապատեցին դեպի սահման տանող ճանապարհը, որ ինչ լինի, Թուրքիա գնացող բեռնատարները, այդ մի երկու բեռնատարը, որոնք գնացին, լավ ճանապարհով անցնեն, որ լավ ճանապարհով անցնեն, կամ հիմա Սիրիայում մարդասիրական օգնություն են ցուցաբերում։ Անիմաստ բան է, ելի եմ ասում։ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են որոշ հարցերում իրար հետ համաձայն չլինել։ Եվ չեմ ունակ Էրդողանի հայտարարությունը, որ մենք մտանք Ստեփանակերտ, նաեւ դա էր ուղերձ էր Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան երբևիցե իրար հետ կկռվեն, կվիճեն, կնեղանան Իրանից, Հայաստանի համար, էլի դա մանկամտություն է։ Այսօր ինչ առաջի դասարան։ Դեռ պամպերսները չեն փոխվել, պետք է արդեն դեռ այդ տարիքից դուրս չեն։ Իսկ ինչով եք պայմանավորում կառավարության ղեկավարի այս ինքնախոստովանությունը, ինչու են այս վերջին շրջանում պարբերաբար չկա, ոչ, ինքը դրանով ուզում է վաղնել ցույց է տալու, ասելու է, այս ովքեր են իմ շուրջը հավաքված, հեսա կսկսեմ սաղին հանել եւ այդ մարդկանց մեջ ինչ է մտցնելու, վախ որ կարող է իրանց հեռացնի վաղը գործից եւ այդ մարդկանց գնալու են ավելի լոյալ դառնան իրան, բոլոր կապրիզները, բոլոր կամականություններին ենթարկվեն, կապրիզները կատարեն, կամականություններին ենթարկվեն։ Դա է նշանակում։ Մյուս կողմից էլ դա ինքը ինչ մեղք ունի, ինքը լավն է, բոլորը վատն են, անգամ իսկ ցարը լավն է, բոյարները վատն են, էլի, գիտեք, դա չկա էլի։ Այսինքն նաև կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ պաշտոնանկությունների, ինչու ոչ նաև ձերբակալությունների կգնա։ Չեմ բացառում, իհարկե չեմ բացառում։ Կրկնում եմ, ինքը կարող է փորձում ստեղծել այդ մտապատկերի իմիջը, թե ինքը լավն է, կողքի մարդիկ լավը չեն։ Այնպես որ հա մի քանի հոգու կհանի, մի քանի հոգու ժертվա կտա, ինչպես արել է։ Գուցե էլի SMS-ներ ստանան ոմանք։ Ոմանք SMS-ներ կստանան, իհարկե կստանան։ Իսկ կհաջողվի նրան ընդհանուր առմամբ մեր հանրությանը այս ամեն ինչով մոլորեցնել։ Լավատեսեք։ Հուսամ որ ոչ։ Գիտեք, մի անգամ կարող է մարդ խաբվի, երկրորդ անգամ կարող է խաբվի, բայց երրորդ անգամ չէ էլի։ Պարոն Խաչատրյան, իսկ այս առումով մեր ընդդիմությունը, մասնավորապես Դաշնակցությունը ինչ է անում, որպեսզի մեր հանրությունը արդեն հաջորդ տարի գոնե այլընտրանք ունենա եւ ստիպված չլինի կրկին Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկի։ Օրինակ Դաշնակցությունը այս շաբաթ օրը ներողություն Նախորդ շաբաթ օրը Սյունիքում էր հանդիպում, Գորիսում էր հանդիպումներ ունեցանք մեր հայրենակիցների հետ, նման հանդիպումներ պարբերական են լինում, իդեպ այն ժամանակ երբ Դաշնակցության պատգամավորների եւ Գերագույն մամլոյի անդամների մի մասը Սյունիքում էր, մյուսները հանդիպում ունեցան Շենգավիթ համայնքում, դա հանրային հանդիպումներն են, ես եկել եմ ստեղ ձեր այդ հարցազրույցի, որպեսզի ներկայացնեմ իրավիճակը, հանդիպումներ շարքերի հետ, հանդիպումներ համակիրների հետ։ Ինչ տպավորություն ստացաք օրինակ Սյունիքից, այնտեղ ինչպիսի տրամադրություններն էին գերակայում։ Մարդկանց մեջ կար անհանգստություն, վաղվա օրվա նկատմամբ անվստահություն եւ շատ լուրջ դժգոհություն Փաշինյանից։ Օրինակ 2021-ին էլ էինք մենք խոսում, որ հատկապես Սյունիքում այդ ամբողջ գիտակցումը կա, բայց ընտրությունների արդյունքներով տեսանք, որ նույն ԿՊ-ն Սյունիքում բավականին բարձր ձայներ ստացավ այս անգամ։ Եվ արդյունքը միշտ տեղի ունեցավ, այսօր Սյունիքը շատ ավելի խոցելի վիճակ էր, վիճակում է, քան թե 21 թվականի հունիսին։ Մեր բնակչության շրջանում այդ գիտակցումը արդեն կա։ Ես կարծում եմ, որ դա ավելի շատ մարդկանց մոտ այդ գիտակցումը կա, քան թե կար 21 թվականին։ Դա կարտահայտվի առաջիկա ընտրական process-ում։ Հասկանում, սրանք իհարկե փորձելու են
դրակաշարքներով, չէ, պետական բյուջեի հաշվին ինչ-որ ծրագրեր, չէ, լամպա կախե փողոցա լուսավորել նույն բաներն են անելու, ճնշումներ են լինելու, բայց հուսամ որ չի կարողանա հավաքել իր համար անհրաժեշտ ձայները։ Պարոն Խաչատրյան, եւ թիմ ընտրությունների համատեքստում, հատկապես Գյումրիում գրած անհաջողությունից հետո կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել Շիրակի գործող մարզպետին եւ այս արդեն սա 6 թե 7-րդ մարզպետն է, որին Նիկոլ Փաշինյանը հեռացնում է, այսպես ասած Շիրակի մարզի վրա մարզպետ չի գալիս, որպես նախկին մարզպետ ինչով եք պայմանավորում այս իրողությունը։ Ցավոք սրտի, այո, Շիրակի մարզին կայուն կառավարում է պետք, բայց կայուն եւ որակյալ են։ Չգիտեմ Արուշանյան Դավիթին ինքը կուզենա հեռացնի, թե չէ, 2 ամիս այդ մարդը ընտեղ եղել։ Այստեղ խնդրեմը ինքն է, ինքը Նիկոլ Փաշինյանն է խնդրեմը, որտեվ գիտեք, մարդիկ նայում են իրանց իսկ մինչև այդ երկու այլ տերեր, երկու այլ կուսակցությունների անդամ եղած Սարիկ Մինասյանին եւ տեսնում են Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, ձուկը գլխից է հոտում։ Նշանակում որ հենց Սարիկ Մինասյանին են ուզում մարզպետ նշանակեն։ Դե իրանք ինչ են ուզում, ես չեմ կարող ասել, հիմա իրանք ինչ չափորոշիչներ ունեն, ինչով են առաջնորդվում, չգիտեմ։ Պարզ է Նիկոլ Փաշինյանի համար մեղավոր են բոլորը իրանից բացի եւ ինքը մեղավորներ կկարգի, վստահ եմ կկարգի։ Հիմա սպասում է ամսի 16-ին, որ ուրեմն ավականու նիստը բացվի, դրանից հետո կարծում եմ կլինեն զարգացումներ։ Այս մասով ինչ ակնկալիքներ ունեք ԿՊ-ին կհանդուրժի, կհամակերպվեն իրենց պարտության հետ, թե կփորձեն իրենց տեխնացուին տարբեր ճանապարհներով։ Կփորձեն իրենց տեխնացուին տարբեր ճանապարհներով անցկացնեն, բայց կարծում եմ, որ արդյունքի չեն ասի։ Երևանի օրինակը չենք տեսնի այս դեպքում։ Երևանի օրինակով ուրիշ խնդիր կար, այնտեղ իրեն ընդդիմություն կոչող մի քաղաքական ուժ գնաց եւ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավինյան չասեմ, Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ստեղ ես այդ ուժը չեմ տեսնում, ասկն չկա այն ուժը, որը կնայև Նիկոլ Փաշինյանի օգտին կվեր։ Իսկ մանդատագողության փորձերի ճանապարհը դե կանեմ, բայց կարծում եմ դա չի օգնի, պետք է որ չօգնի, պետք է որ չօգնի, որովհետև Գյումրին մի քիչ այլ արժեքներով, մշակույթով ապրող քաղաք է։ Եվ նույն կառավարության ղեկավարը վերջին նիստի ընթացքում խոստովանել էր, որ Հայաստանում ունենք նաև կադրերի ճգնաժամ, այսպես լուրջ մասնագետները չեն ցանկանում այս կառավարության պետական համակարգում գործող աշխատավարձերով աշխատանքի անցնել, քանի որ մասնավորում մի քանի անգամ ավելի բարձր կարող են։ Դա երբ այդպես չի եղել կամ աշխարհում որտեղ այդպես չի։ Կային չէ կադրեր, որոնք շատ լավ աշխատում էին։ Հիմա իրանք եկան եւ մարդկանց գնահատում են ոչ թե մասնագիտական ունակություններով, այլ իրենց լոյալությամբ։ Այսինքն իրանք տեսեք հանել են շատերին, նախարարություններում, այլ գերատեսչություններում, հանել են փորձառու եւ ունակ արեստավարժ կադրերին, բերել են իրենց մարդկանց, հիմա ումից է բողոքում։ Այսինքն իրենք են ստեղծել այդ կադրային ճգնաժամը։ Ինչ մասն է խոսքը, այո։ Հասարակ բան ասեմ, տեսեք Արցախից այդքան մարդ տեղահանված։ Քանիսն են աշխատանք ստացել։ Քանիսը, այսինքն մարդը, որը բազմափորձ է, իրան ինչ են առաջարկում վարորդ։ Ես չեմ ուզում վարորդին նսեմացնել, լավ, բայց եթե մարդը աշխատել է երկար ժամանակ եւ ունի պետական կառավարման, բնակավարում կամ տեղական ինքնակառավարման աշխատակազմի մասին է խոսքը, ոչ թե ընտրովիում, փորձ, իրան ասել չէ դու գնա Yandex քշի, կներեք էլի։ Նաև խնդիր ունենք, որ լուրջ մասնագետները առհասարակ այս կառավարության հետ չեն ցանկանում աշխատել։ Դա էլ մյուս խնդիրն է, ասկն նայեմ, ես էլ նախարարն ինչ ճանապարհ անցել, ես ինչ ճանապարհ եմ անցել։ Ինչի՞ պիտի գնամ ես իր համար աշխատել։ Արժեզրկում են պետական համակարգի նկատմամբ վստահությունը փոխած։ Այո, եւ տեսեք պետական կառավարման համակարգում այդ իրենց պատգամավորներն էին դա նշում։ Կոլապս է, որովհետեւ նենց մեծ մթնոլորտ են ստեղծել, որ մարդ վախենում է որոշում կայացնել։ Իսկ իշխանափոխությունից հետո կհաջողվի այս խնդիրներին համակարգային լուծում տալ ձեր դիտարկմամբ։ Իշխանափոխությունից հետո առաջիկայլը պետք է լինի հասարակության մեջ հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտի ձևավորումը վերականգնում։ Սրանք եկան, գիտեք, սիրո համերաշխության, հեղափոխության լոզունգներով, բայց սկսեցին մարդկանց բաժանել, հներ նոր էր, սև էր, սպիտակներ, բարձրահասակներ, ցածրահասակներ։ Այնպես որ այդ ամեն ինչ եթե վերանա եւ վերականգնվի հասարակական համերաշխության համերաշխությունը եւ կադրերը կցանկանան աշխատեն եւ լավ կադրեր կանխատեսելիություն կլինի։ Այո, այսինքն այդ մարդիկ կցանկանան նաեւ աշխատեն։ Եվ իրանք էլ չեն ասի, չէ՞ պոլիպեդ լինի, մերոնցից լինի։ Այդ մոտեցումն է։
Պարոն Խաչատրյան, բոլորիս նաև շարունակում է մտահոգել Բաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիրը, օրերս էլ հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ընդհանուր ՑՄՀ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից բավարար աշխատանք նկատում եք, թե մեր հայրենակիցները թողնվել են բախտի քմահաճույքին։ Ես ոչ թե բավարար աշխատանք չեմ նկատում, ես ընդհանրապես աշխատանք չեմ նկատում։ Եթե Ադրբեջանը կարող է բազմաթիվ նախապայմաններ դնել այդ թուղթը ստորագրելու համար, ինչի Հայաստանը չի կարող մեր հայրենակիցների վերադարձի պահանջը ներառի այդ փաստաթղթի մեջ կամ նախապայման որպես դիտի եւ ընդհանրապես արցախցիների հավաքական իրավունքի վերադարձի իրավունքի հարցը ինչի չի ներառում։ Ասում եք բավարար աշխատանք անում, ոչ մի աշխատանք չի տանում, ոչ էլ որևէ աշխատանք տայել է, երբ Արցախը շրջափակված էր, ոչ էլ որևէ բան արեց, որ կանխի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան 23 թվականի Արցախի հանրապետության դեմ։ Իսկ ինչով եք սա բացատրում։ Դե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը թոք է եւ ամեն ինչ արեց, որ այդ թոքը կտրվի եւ հիմա էլ մեղավորներ է կարգում, թե Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Ինչից ենթադրեցին, ով է բողոքել Արցախում իշխանափոխությունից։ Նույն Արայք Հարությունյանն ինչ որ երբևէ բողոքել ասել է, ինձ հանեցին։ Արցախի падգամավորները հենց մեր տաղավարում նշել են, որ Նիկոլ Փաշինյանն է Արայք Հարությունյանին պարտադրել հրաժարական ներկայացնել։ Դա էլ հույրանք են ասում։ Եվ ընտրությունների արդյունքներով մեծամասնությունը Արայք Հարությունյանի կուսակցություններ չեն։ Արայք Հարությունյանը իմ խորին համոզմամբ ինքը չէր ուզում եւ այլևս չէր կարողանում իր վիճակը վերահսկել։ Եվ նույն գերիների մասով ասում են չենք խոսում, որ չվնասենք ու հիշեցնում են, որ վերջին ազատ արձակումը, որ 23 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ, մինչև վերջին պահը էլի ոչինչ չէր խոսում, այստեղ նման բան այս անգամ կարող է լինել, թե առևտրի առարկա էր եւ Հայաստանը այսինքն COP29-ը, որ անցկացվել է COP 28-ը թե 29 COP 29-ի անցկացումը 19 COP 19 29 28 19 Հայաստանում են անցկացել COP 28-ը Ադրբեջանի համար այնքան կարևոր իրադարձություն էր, որ իրանք 32 գերու փոխարեն պատրաստ էին բոլորին վերադարձնել։ Ուրիշ խնդիր, որ այն ժամանակ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը չէր գիտակցում, թե դատական process-ը որ ուղղությամբ կարող է գնալ։ Ինքը հասկանում է, որ քիչ-քիչ Իրաստաներին են մոտենում։ Ճնշումների, սպառնալիքների, հոգեգոր մեդեղելի ազդեցության տակ Ադրբեջանը կորզում է ցուսմունքներ, որոնք կարող է օգտագործել անձամբ իր դեմ։ Ինչ տեսքով դա կարող է լինել։ Նույնիսկ ոստայել չեմ կողզում այդ հարցին պատասխանեմ, թե չէ։ Օրինակ Ադրբեջանը հայտարարել էր, որ իրանք հետևել են դեպի Ադրբեջան արձակած հրթիռների հետագծին։ Գյանջայի հրթիռակոծման մասով։ Այո, որը ի դեպ սրանց իշխանությունները սխափեցին ժողովրդին, Լուգանսկի օդանավակայանը ցույց տվեցին, ասացին Գյանջայի օդանավակայանը ոչ եւս, օրինակ դա մեկ։ Իսկն Հայաստանի միջազգային մակարդակով ագրեսոր ճանաչելու խնդիրը լուծվի եւ փոխհատուցման պահանջ տրվի։ Չեմ բացառում։ Հիմա կարող են Ադրբեջանը պահանջի Հայաստանին դատական այցերը հետ քաշի, իրանք էլ հետ կքաշեն, հետո դատական գործընթացի արդյունքում կասեն նոր հանգամանքներ են ի հայտ եկել, այս նոր հանգամանքների մասին մենք պայմանավորվածություն չունենք։ Ինչպես օրինակ գերիների դեպքում։ Ինչպես օրինակ գերիների դեպքում։ Եվ պարոն Խաչատրյան, գերիների օրինակ շատ օրինակ ես էլ եմ միշտ բերում, չէ՞, ասում են մինչև նոյեմբերի 9-ը ունեինք տվել ենք, հետո նոր գերիների հարց չի եղել։ Իրանց չի վերաբերվում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եվ պարոն Խաչատրյան, այսօր նաև փոքր ձեռնարկատերերը շրջանառության հարկի բարձրացման դեմ ակցիաներ ու ստորագրահավաք էին իրականացնում կառավարության դեմ։ Դա խայտառակություն է եւ հետաքրքիր է, գիտեք, դեմագոգիան պիտի սահման ունենա, բայց այս իշխանությունները նույնիսկ դեմագոգիայում սահմանափակում չունեն, էլի։ Ասում եմ, այս փոքր, այսօր բանը հարկային ռեժիմը թույլ չի տալիս, որ փոքրը դառնան մեծ ձեռնարկություններ։ Սուտ թիվ 1 փոքր ձեռնարկությունները իրանք կարող են ընտրել շրջարկով աշխատեն, թե ավելացված արժեքի հարկով աշխատեն։ Սուտ թիվ 2 իսկ ով ասես, որ բոլոր փոքր ձեռնարկությունները ուզում են դառնան մեծ ձեռնարկություն։ Սուտ թիվ 3 իսկ ով ասես, որ բոլոր փոքր ձեռնարկությունները կարող են դառնալ մեծ ձեռնարկություններ։ Դա փոքր ձեռնարկատերերի համար է։ Եթե կան մեծ ձեռնարկությունները, որոնք չարաշահում են շրջարկը, գնա մեծ ձեռնարկությունների հետևից, դա չի նշանակում, որ պետք է պատժես բոլորին։ Ինչ նպատակ ասա հետապնդում էս փոփոխությունները։ Դատարկ է գանձարանը եւ իրանք փորձում են մարդկանց քամել։
Բյուջեում դեֆիցիտ ունենք։ Անկասկած։ Անցյալ տարվա տեսեք հավաքագրումները 93%-ի կարգի են, եթե չեմ սխալվում, բարձր հիմա իրանք փորձելու են մարդկանց ուղղակի քամել։ Իրանք պետք է հիմա մարդկանց քամեն, որ ընտրություններից առաջ ինչ որ ծրագրեր իրականացնեն, ասեն, տեսեք ինչ լավ է այս ամեն ինչ։ Իսկ եթե այնուամենայնիվ հետ չկանգնեն այս մտադրությունից, այս փոքր միջին բիզնեսի համար ինչ հետևանքներ արդեն մեծ խնդիրներ կառաջանա տնտեսության համար։ Շատ ձեռնարկություններ ուղղակի կփակվեն, փոքր ձեռնարկություններ։ Ուզում մստակ լինի, լավ, ստեղ մենակ հարկերը չեն, հավելյալ ծախսեր են առաջանում, որովհետև եթե այսօր ինչ որ փոքր գումար տալիս ես, որ մի հաշվապան 100 ձեռնարկության հաշվապահություն անի, շրջարկի հաշվետվություններ տա երամսյակային, վաղը հաշվարկները շատ ավելի բարդ եւ խրթին են լինելու, այսինքն ոչ միայն ավել հարկ է տալու, նաեւ հաշվապահության համար ավել փող տալու, այսինքն սնանկացումները եւ գործազրկության աճը շատ իրատեսական է։ Բայց այս իշխանություններն էլ մյուս ինչ հիշում եք վերջի կառավարության էստի ժամանակով իրանք խոշոր բիզնեսի շահերն են հետապնդում, պաշտպանում։ Ես տարի ու կես առաջ ազգային ժողովի մասի դուք խոշոր բիզնեսի կուսակցությունը եք, բողոք մի հատ բողոք բարձացավ։ Իրանց ղեկավարը մի քանի օր առաջ դա հայտարարեց, այսինքն այդ փոքր բիզնեսները դուրս կգան դաշտից եւ տեղը կմնա խոշոր բիզնեսեն, իրանց գրպանային, իրանց վստահելի օլիգարխներին։ Խոստովանեցին։ Նաև դեռ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, առաջին քայլը եկամտահարկի համահարթեցումն էր, որից դա արդեն խայտարակություն է, դա խոշոր բիզնեսը չէ, շատ փող ստացողները, որովհետև մենք ունեինք էական ճեղք հարուստների եւ աղքատների միջեւ եւ բերում ես համահարթ հարթմանը, դու մեծացնում ես այդ ճեղքը։ Եթե դու պրոգրեսիվ հարկ ունեիր, ավելի շատ փող ստացողը համամասնորեն ավելի շատ է վճարում։ Այսինքն ես մեկը վճարում էր 23%, նա վճարում էր 26%։ Հիմա եթե իրանք ուզում էին բեռը իջացնեին, այդ դեպքում թող ասեին 20% է դառնում նվազագույնը։ Դա չի նշանակում որ պետք է համահարթ հարթեցում մտցնեին։ Այո, առաջի օրվանից իրենք հարուստների եւ խոշոր բիզնեսի շահերն են պաշտպանում։ Եվ պարոն Խաչատրյան, տեսեք, որ հենց ասում են օլիգարխներ, չէ՞, Նիկոլ Փաշինյանի շարժումը էությամբ սոցիալական բունտ էր, բայց որ օլիգարխին են կպել։ Պրոբլեմը չենք գտնի նման։ Ռուբեն Հայրապետյանից բացի, լավ են էլ, որովհետև Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց նրանց դուդուկի տակ բարել։ Մնացած բոլորը գնացին եւ նոր կրոն ընդունեցին։ Դա է իրականություն։ Ցավոք սրտի։ Եվ պարոն Խաչատրյան, մենք խոսեցինք, որ իշխանությունը շարունակաբար հարկային բեռը մեծացնում է մեր քաղաքացիների, մինչդեռ ամբողջ աշխարհում նախընտրական տարիներին կառավարությունները խուսափում են այդ գործելակերպից, քանի որ դա առաջին հերթին հարվածում է իրենց վարկանիշին։ Ինչով եք պայմանավորում, որ այս կառավարությունը շարժվում է այս ճանապարհով, չեն գիտակցում հնարավոր հետևանքները, թե ուղղակի անելանելի իրավիճակում են ու այլ ելք չունեն այս դեպքում։ Կամ էլ հաղթանակի համար այլ միջոցների են պատրաստ գնալ։ Օրինակ։ Դե օրինակ որ օլիգարխները իրենց աշխատողներին պարտադրեն, որ սրանք գնան եւ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հայտարարում են, որ ընտրակեղծարարության էջը փակված է շրջանորեն մի հատ թաշկինակ դուլացան։ Լուրջ եք ասում։ Իրենց հայտարարություններն են երկրորդում։ Լուրջ եք վերաբերվում։ Չէ, մի ծիծաղացրեք դա։ Մի ծիծաղացրեք, այսինքն այն ինչ որ իրանք կարեցին Գյումրիում, բայց ձախողեցին, ցույց է տալիս որ իրանք արդար խաղալու ոչ մի ցանկություն չունեն։ Այսինքն տեսակ չէ հանրահավաքին ովքեր էին մասնակցում։ Ամասիայից, Արթիկից, դպրոցի տնօրեն, բյուջետային հիմնարկների դպրոցի աշխատող, պոլիկլինիկայի աշխատող, այսինքն մարզպետանին եւ քաղաքապետարանի ենթարկվող կառույցների աշխատողներ, ինչ մասն է։ Եվ այս ամենի հետ մեկտեղ ընդամենը 1/3-ն են ստանում ձայների։ Եվ շատ ուրախանում եմ դրանով, համարում եմ որ դա հաղթանակ է։ Ամենամեծը իրենք են։ Ես էլ եմ ասում, ընտրությունը եղել է Նիկոլ, հականիկոլ։ Ընտրությունը չի եղել Սարիկ, Վարդան, Մարտուն, Ռուբեն, Կարեն, Լևոն, որը չանցավ, կամ այն մյուս Կարենը, որ էլի չանցավ։ Ընտրությունը եղել է Նիկոլ, հականիկոլ։ Եվ Նիկոլը պարտվել է։ Հավաքական ընդդիմությունը հաղթել է Գյումրիում։ Այո, Փարաքարում շատ ավելի մեծ էր պարտությունը։ Որտեղ վարչական ռեսուրս չկար, դա էր պատճառը։ Չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ, որ իրանք Փարաքարում կայտարակ ձևի են պարտվել։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրով։
Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։